Այս պայմաններում այստեղ եք եւ մենք այսօր, ինչպես նշվել էր տարածված մամլո հաղորդագրությունում, հավաքվել ենք ԵԽ գրասենյակի դիմաց, որպեսզի մեր բողոքը արտահայտենք Հայաստանի Հանրապետության ազգակործան իշխանությունների քաղաքականության եւ մասնավորապես Նիկոլական վարչախմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում տեղ ունեցող բռնաճնշումների վերաբերյալ։ Ընդհանրապես օրեր առաջ վարչախմբի կամակատար հանդիսացող դատարանը ապօրինի կերպով կալանավորեց, երկարաձգեց կալանքը իմնեմնի մի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի։ Նրանց կալանքը երկարացվեց 3 ամսով եւ պետք է փաստել, որ ի սկզբանե այդ քրեական գործը շինծու էր եւ հստակ քաղաքական նպատակադրումներով էր արված։ Այն է լրացնել իմնեմնի մի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սահաթելյանին։ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սահաթելյանը դասական քաղաքական բանտարկյալներ են, ովքեր կալանավորվել են իրենց ընդդիմադիր խոսքի, իրենց ազատ կամ արտահայտության եւ իրենց քաղաքական դիրքորոշման համար։ Նրանք կալանավորվել են այն բանի համար, որ պատասխանել են ազգային ժողովի նախագահի պաշտոն զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Իսկ Նարեկ Սամսոնյանը կալանավորված է ընդհանրապես եթերում հետույք բառը արտաբերելու համար։ Փաստացի Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական բանտարկյալ, ով կալանավորված է հետույք բառը արտաբերելու համար։ Ես նշեցի, որ օրեր առաջ դատարանը երկարացրեց նրանց կալանքը եւ հենց դատարանի դահլիճում քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ։ Նարեկ Սամսոնյանը արդեն 6-րդ օրն է գտնվում է հացադուլի մեջ։ Եվ միջազգային կառույցները, մասնավորապես ԵԽ-ն, պարտավոր են ուշադրություն դարձնել Հայաստանի Հանրապետությունում տեղ ունեցող խայտառակ բռնաճնշումներին։ Եվրոպայի խորհուրդը պարտավոր է արձագանքել Հայաստանի Հանրապետությունում տեղ ունեցող բռնաճնշումներին եւ մասնավորապես այն փաստին, որ այսօր Հայաստանի Հանրապետության բանտերում Նիկոլական իշխանության օրոք կալանավորված են մեդիա դեմքեր Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սահաթելյանը, իսկ Նարեկ Սամսոնյանը այս պահին արդեն 6-րդ օրն է գտնվում է հացադուլի մեջ։ Օրեր առաջ Նարեկ Սամսոնյանը հացադուլի մեջ գտնվելու շրջանակներում տեղափոխվեց պատժախոց։ Սա չլսված եւ չտեսնված բան է, որ հացադուլավոր մարդուն քաղաքական բանտարկյալ փոխանակ ապահովեն անհրաժեշտ պայմանները հացադուլի անցկացման վայրի համատեքստում, նրան տեղափոխում են պատժախոց։ Եվ այսօր միջազգային կառույցները եւ մասնավորապես ԵԽ-ն չպետք է լռեն, չպետք է խուլ ու համր ձևանան, չպետք է առաջնորդվեն աշխարհաքաղաքական առաջնահերթություններով եւ պետք է դատապարտեն Հայաստանի Հանրապետությունում տեղ ունեցող այս խայտառակ բռնաճնշումները, պետք է դատապարտեն մեդիա գործիչներ, իմնեմնի մի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի ապօրինի կալանավորումը եւ կալանքի երկարաձգումը։ Պետք է սատար կանգնեն քաղաքական բանտարկյալ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի պահանջին եւ գործուն քայլեր պահանջեն Հայաստանի իշխանություններից վերջինիս անհապաղ ազատ արձակման համատեքստում։ ԵԽ-ն պետք է իր գործուն ազդեցություն ունենա
իմ թվարկած վերօգյալ իրողությունների շուրջ։ Ընդհանրապես միջազգային կառույցները ես նշեցի, որ չպետք է առաջնորդվեն աշխարհաքաղաքական իրողություններով կամ առաջնահերթություններով։ Եվ պետք է իրենք հավատարիմ մնան իրենց որդեգրած սկզբունքներին, այն է ժողովրդավարական արժեքներին, ժողովրդավարական արժեքների պաշտպանությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ազատ խոսքի պաշտպանությանը, այսինքն այն արժեքներին, որի իրականացման համար այսօր կալանավայրում են հայտնվել իմնեմնի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սահաթելյանը, եւ այդ արժեքների համար է հենց նաեւ Նարեկ Սամսոնյանը այս պահին հայտարարել անժամկետ հացադուլ, որովհետեւ իր նկատմամբ տեղ ունեցողը չի տեղավորվում ժողովրդավարական որևէ արժեքի սկզբունքներում։ Մենք շարունակելու ենք բախել ոչ միայն ԵԽ-ի, այլև տարբեր միջազգային կառույցների դռները, մենք շարունակելու ենք դուրս գալ Երևանի փողոցներ, բարձրաձայնել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքական բանտարկյալներ, կան կալանավորված մեդիա գործիչներ, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սահաթելյանը, կա քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյան, ով կալանավորված ընդհանրապես այն բանի համար, որ եթերում արտաբերել է հետույք բառը եւ ներկայումս գտնում է անժամկետ հացադուլի մեջ։ Վստահ եմ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները կամ միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ հստակորեն պատկերացնում են, թե ինչ բան է հացադուլ ասվածը։ Եվ մենք նորից ենք նշում, որ թե Եվրոպայի խորհուրդը եւ թե այլ միջազգային կառույցներ պարտավոր են իրենց ներգործությունը ունենալ Հայաստանի հանցավոր իշխանությունների գործողությունների շրջանակներում եւ պարտավոր են ներազդել այս խայտառակ ապօրինությունները կանխարգելելու համատեքստում։ Երբ 2018 թվականից առաջ Հայաստանի Հանրապետությունում որևէ ընդդիմադիր գործչի մազը ծռվում էր պայմանականորեն ասված, միջազգային ողջ կառույցները այնպիսի աղմուկ էին բարձրացնում, կարծես թե Հայաստանի Հանրապետությունում Իդի Ամինի ռեժիմն էր հաստատված։ Իսկ այսօր միջազգային կառույցները հանցավոր լռության մեջ են գտնվում։ Եվ մեր պահանջն է թե ԵԽ-ից եւ թե միջազգային մնացյալ կառույցներից դադարել լռել, որովհետեւ լռությունը դա ըստ էության հանցագործություն է կամ հանցակցություն։ Միջազգային կառույցները եւ ԵԽ-ն պետք է դադարեն լռել, ինչպես նշեցի, քաղաքական բանտարկյալների արկայության համատեքստում։ Նրանք պետք է ֆիքսեն, որ Հայաստանի Հանրապետությունում կան կալանավորված մեդիա գործիչներ, նրանք պետք է ֆիքսեն, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական բանտարկյալ իդեմս Նարեկ Սամսոնյանի, ով կալանավորված է ընդհանրապես հետույք բառը արտաբերելու համար եւ ներկայումս գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։ Եվ Աստված մի արասցե, նրա առողջական վիճակի վատթարացում եթե լինի, ապա դրա պատասխանատուն ոչ միայն գործող իշխանություններն են կամ դատական համակարգը, այլև այն միջազգային կառույցները, ովքեր լռում են։ Ազատություն Նարեկին, Վազգենին եւ ռեժիմի բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Ազատություն, ազատություն, ազատություն։